Բարի լույս սիրելիներ, այսօր ավակ շաբաթվա վերջին օրն է, որ մեզ ենթադրել է տալիս, որ մենք այլևս պատրաստվում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը դիմավորելու։ Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիները լեցուն են լինելու հավատացյալներով։ Այսօր բոլորը իրենց հայացները ուղղելու են Սուրբ Խորանին, որտեղից ստանալու են ավետիսը, թե Քրիստոս հարյավի մեռելոց։ Բայց մինչև այդ ամեն ինչը, եկեք այսօր մի պահ խորենք յուրաքանչյուր մեկս այս առավոտ, թե մենք ում ենք փնտրում, որ Քրիստոսին ենք փնտրում մեր կյանքի մեջ։ Շատ դեպքերում մենք չարչարվող Քրիստոս ենք միայն տեսնում, ինչ այս ավակ շաբաթվա ընթացքում մեր աչքերի առջև էր։ Խաչված Քրիստոս ենք տեսնում, մահացած Քրիստոս, որի միջով մենք բոլորս անցանք, բայց սրանք վերջակետը չեն, սրանք նախաբաններն են այն մեծ ավետիսի, որ Քրիստոսի հարությունով պիտի լինի։ Այս գաղափարի մեջ է այսօրվա ընթերցումը Մատթեոսի ավետարանի վերջին գլխից, 28-րդ գլխից, որտեղ կանայք, ովքեր երեկոյան գնացել էին մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնին այցելության, տեսան, որ այնտեղ չէ Քրիստոսի մարմինը։ Եվ տեսեք ինչ եղավ։ Նրա ահից պահապաններն այլայլվեցին եւ մեռելի պես դարձան։ Հրեշտակը դիմեց կանանց եւ ասաց. «Դուք մի վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում, նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր, եկեք տեսեք այն տեղը, որտեղ դրված էր, եւ անմիջապես գնացեք ասեք նրա աշակերտներին, որ հարություն առավ, եւ ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ կտեսնեք նրան, ահա ձեզ ասացի»։ Սիրելիներ, հարություն առած Քրիստոսի մասին է խոսում հրեշտակը։ Այսօր յուրաքանչյուր մեկիս այսօրվա խորհրդով թող պատկամ լինի։ Մենք վերջի վերջո հասնելու ենք այն ավետիսին, որ մեզ տալիս է Քրիստոսի հարության լուրը։ Եվ սրանով է, որ մենք կարողանում ենք ապրել, որովհետև այլ տարբերակ չկա ճանաչելու Քրիստոսի ամբողջական փառքը, եթե ոչ հարության այդ գեղեցիկ լույսի մեջ։ Ուրեմն այսօր երեկոյան այլևս միմյանց ողջունելու ենք ասելով Քրիստոս հարյավի մեռելոց եւ այդ ողջույնը թող յուրաքանչյուր մեկիս հարության ողջույնը լինի։ Այո, յուրաքանչյուր մեկս Քրիստոսի հետ պիտի կարողանանք նոր կյանքի մեջ մտնենք, մի նոր բան ձեռք բերենք մեր հոգևոր ապրումի մեջ։ Եթե անգամ չենք հասցրել ամբողջապես փոխվել, ապա գոնե այսօրվա խորհուրդը թող ազդակ լինի, ինչ որ մի բանից էլ հրաժարվել, ինչ որ մի նոր բանի մեջ մտնել, որովհետև Քրիստոսի հարությունը յուրաքանչյուր մեկիս փրկության սկիզբն է։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։